Իդեալական նոր տարի։ Արփիի համար, որքան որ հիշում էր իրեն, նոր տարին միշտ կապված էր դժվարությունների հետ։ Դեկտեմբերի 31-ի առավոտյան նրանց ընտանիքում սկսվում էր այսպես. Մայրիկ Սոնան վաղվեր կենալով գնում էր խոհանոց և սպասքը թնդացնելով սկսում էր հոգալ, որպեսզի տոնական սեղանը այնպիսին լիներ, որ բոլոր հյուրերը զարմանան։ Առնվազն 8 տեսակ աղցան էր պատրաստում, 3 տեսակ տաք ուտեստ, գումարած նախուտեստներ և 2 տորտ, մեկը մեծահասակ հյուրերի համար, մյուսը երեխաների սեղանի համար։ Եվ ամեն ինչ պատրաստում էր պաշարով, որովհետև չէր կարող դատարկաձեռնը գնալ հյուր կամ, որն էլ ավելի վատ էր իր կարծիքով, խանութից գնված ինչ-որ բանով։ Ինչպես եմ հոգնել, կեսօրին սկսում էր դժգոհ կրկնել մայրը։ Ինձ այս նոր տարին պետք է։ Կարող էր նաև պարկանալ տան անդամների վրա, եթե նրանք օդքի տակ էին ընկնում։ Ամեն ինչ ինքն է անում, ինչպես եմ ձանձրացել դրանից, տոն չէ, այլ տանջանք։ Հայրը Հայկը, սակայն, երբեք դեմ չէր կնոջը օգնելու, բայց նախ նա պարզապես չէր թողնում նրան խոհանոց մտնել, համարելով, որ նա ամեն ինչ կփչացնի։ Իսկ եթե նա սկսում էր օգնել տան կարգի բերելուն, անպայման վիճում էին, որովհետև հայրը մոր կարծիքով ամեն ինչ սխալ էր անում։ Ահա և ստացվում էր, որ մինչև երեկոյան 8-ին 9 մայր Սոնան աշխատում էր հպարտ ու նույնիսկ մի քիչ վիրավորված մենության մեջ։ Հետո, երբ սկսում էին գալ հյուրերը, նա վազում էր իրեն կարգի բերելու, հագնում էր հատուկ այդ տոնի համար պահված կեստը, գանգրացնում մազերը, կոսմետիկա անում և սեղանի մոտ նստելով ժպտում էր բոլորին, ծիծաղում և հյուրասիրում։ Ուղղակի պնդում էր, որ հյուրերը ամեն ինչ ուտեն, որովհետև նա այդքան ջանացել էր վարարանի մոտ կանգնած։ Արփին միշտ խղճահար էր գալիս մայրիկին, որովհետև համարում էր, որ տոնի ժամանակ պետք է հանգստանալ և ուրախանալ։ Բայց ինչ էլ մտածեր երեխան, նոր տարին նրանց ընտանիքում տարեց տարի անցնում էր նույն սցեներով, և այդպես շարունակվում էր ու շարունակվում։ Եվ ահա վերջապես Արփին մեծացավ, ավարտեց դպրոցը, հետո նաև համալսարանը։ Տատիկներն ու պապիկները երկու կողմից, ինչպես նաև ծնողները, նրան այդ առիթով պարգևեցին պարզապես թագավորական նվեր, գնեցին բնակարան։ Հիմա իպոթեկի մեջ չես մտնի, ասաց Հայկը, Արփիի հայրը, և նույնիսկ արդյունքն եկավ, որովհետև սարսափելի ուրախ էր դստեր համար, որը կարող է սկսել ինքնուրույն կյանք հարմարավետ պայմաններում։ Լավ տանտիրուհի եղիր, խրատաբար ասաց Սոնան, Արփիի մայրը, և նվիրեց նրան իր մեծ խոհարարական բաղադրատոմսերի տետրի ձեռագիր պատճենը։ Շնորհակալություն, դուք լավագույն ծնողներն եք աշխարհում, շնորհակալություն հայտնեց Արփին մորը և հորը, և սկսվեց նոր կյանքը։ Իհարկե ոչ պարզ, որովհետև հիմա բոլոր տնային գործերը ընկան Արփիի ուսերին։ Բայց շուտով նա հասկացավ, որ ընդհանրապես դա այդքան սարսափելի չէ, որովհետև նախ կա ժամանակակից տեխնիկա մաքրության համար, օրինակ ռոբոտ փոշեկուլ, գումարած ամանլվացավ մեքենա և տարբեր լավ մաքրող միջոցներ։ Երկրորդ, Արփին վերջի վերջո որոշեց, որ պարտադիր չէ շաբաթ-կիրակի տանը գեներալ մաքրություն անել, առանց դրա էլ բավական մաքուր է։ Եվ հյուրերը, ընկերուհիներն ու ընկերները, որ գալիս էին նրան, երբեք ասենք պահարանների տակ չէին նայում, ստուգելու, թե փոշի կա, լավ տանտիրուհի է։ Իսկ կյանքի այնպիսի մանրուքի մասին, ինչպես խոհարարությունը, Արփին ընդհանրապես անպարկերտ մարդ էր։ Սիրում էր մրգեր ուտել, չէր արհամարհում խանութի կիսաֆաբրիկատները, հաճախ սնվում էր արագ շիլաներով և սենդվիչներով։ Ընդհանրապես վարարանի մոտ կանգնում էր միայն տրամադրության գալուց, երբ տնական ուտելիք էր ուզում։ Միայն թե մայրը դեմ էր այդպիսի կյանքի ձևին, և երբ նրանք դստեր հետ հանդիպում էին, անխուսափելիորեն նախատում էր նրան։ Ոչ տանտիրուհի, կրկնում էր Սոնան այնպիսի ողբերգական տեսքով, կարծես հայտարարեր, որ երկրի վրա սկսվել է ամեն ինչ ոչնչացնող սառցադաշտային շրջան։ Ինչպես կարելի է այդպես ապրել, ով քո հետ այդպիսի կամ ուսնանա։ Արփին երկար լսում էր լուր, բայց հետո չդիմացավ։ Ոչ, նա հարգում էր մորը և գնահատում նրա աշխատանքը, բայց հասկացավ, որ պետք է պաշտպանի իր կյանքի ձևը։ Գումարած կուտակվել էր, և դրա համար ասաց մի բան առանց լավ մտածելու հետևանքները։ Մարդը, ում համար ես կարևոր կլինեմ որպես անձ, ոչ թե որպես ֆունկցիաների հավաքածու։ Լվացքին, աման լվացող և խոհարար։ Սոնան լռեց։ Լայն բացված աչքերով նայում էր դստերը, հետո գլուխը կախ գցեց և հեծեծեց։ Ուրեմն այդպիսին եմ ես քո կարծիքով, դառը վիրավորանքով հարցրեց նա։ Ուրեմն այդպես է ըստ քեզ քո հայրը վերաբերվում ինձ, որպես ծառայուհի։ Ես այդպիսի բան չէի ուզում ասել, վախեցավ Արփին։
Բայց մայրը չցանկանալով ավելի լսել, հավաքվեց եւ գնաց։ Արփին մենակ մնաց։ Հետո իհարկե գնաց ծնողների մոտ եւ նրանք նույնիսկ հաշտվեցին, բայց նստվածք մնաց եւ ժամանակը մոտենում էր նոր տարի։ Եվ սա առաջին այդպիսի տոնն էր, որ Արփին պատրաստվում էր հանդիպել իր տանը։ Այսինքն նա բնականաբար մտադիր էր նաև ծնողների մոտ գնալ, բայց ինքը նոր տարին պետք է անցներ ընկերների շրջանում։ Գումարած պետք է գար նաև նրա երիտասարդը Արամը։ Արփինն ու Արամը ծանոթացել էին դեռ համալսարանում։ Նա արդեն ծանոթացրել էր նրան իր ծնողներին, եւ նրանց շատ դուր էր եկել ապագա հարսը, եւ ծանոթացել էր նրա ծնողներին, եւ նրանք նույնպես դրական էին վերաբերվել ապագա փեսային։ Տես, խայտարակ չանես, խրատում էր Արփիին մայրը։ Տղամարդը շատ բան կարող է որոշել, ելնելով նրանից, թե ինչպես է կինը պատրաստվում տոնին։ Այո, մամ, շնորհակալություն խորհուրդների համար, ասում էր Արփին, բայց իրականում նա չէր պատրաստվում ոչ գեներալ մաքրություն անել, ոչ 101 ուտեստ պատրաստել տոնական սեղանի համար։ Պարզապես մորը այդ մասին իմանալ պետք չէր։ Բայց ուղղակի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն։ Մասնավորապես Արփիի բնակարանի շեմին հայտնվեց նրա մայրը։ «Ինչ ես անում այստեղ», զարմացած ճիչաց երիտասարդ աղջիկը։ «Եկել եմ օգնելու քեզ», պատասխանեց մայրը, որը գունատ էր աչքերի տակ շրջաններով, եւ ընդհանրապես տպավորություն էր ստեղծվում, որ 3 օր չի քնել։ «Դու իմ խելացի աղջիկս ես, բայց տանտիրուհի երիտասարդ, ինքդ կարող ես չհասցնել։ Ահա վերցրու»։ Եվ մայրը մեկնեց նրան 2 պայուսակ։ Մեկում բերել էր խոհանոցի համար օգտակար մանրուքներ, մյուսում տան մաքրության եւ զարդարանքի համար։ «Ինչ ունես պատրաստ», հարցրեց մայրը փորձառու հրամանատարի տոնով, մտնելով բնակարան։ «Ահա, տեսնում եմ, պահարանի հայելին չի լվացված, իսկ բազմոցը, Արփի ջան, ամբողջը փոշոտ է»։ «Ոչինչ, ոչ փոշոտ է, մամ», աչքերը գլորեց Արփին։ «Խնդրում եմ, մամ»։ «Իսկ սա ինչ է»։ Մայրը արդեն խոհանոցում էր, շրխշում էր, նայում սառնարանը, կաթսաները։ «Որտեղ են ձու եփված, բանջարեղենը, որտեղ է տորթը, դեր չես թխել»։ «Օխ, աղջի ջան, ինչպես այդպես։ Ինձ էլ մեր տանն է պետք հասցնել», սկսեց խոհանոցում մանգալ Սոնան։ «Ահա, հագիր գոգնոցը եւ արագ կարտոֆիլ դիր, հետո վազիր խանութ, հիմա ցուցակ կթողնեմ»։ «Ոչինչ, ամեն ինչ կհասցնենք, եթե չձուլանալ»։ «Ստոպ, մամ», գրեթե գոռաց Արփին։ Սոնան կանգ առավ եւ զարմացած նայեց դստերը։ «Ներողություն, մամ»։ Արփին պատկերացնում էր, թե դա ինչի կհանգեցնի, բայց չէր կարող այլ կերպ անել։ «Բայց ես չեմ պատրաստվի նոր տարի այնպես ինչպես դու»։ Ամբողջ այդ մաքրությունը, անverջ խոհարարությունը, ձեռքով թափթվեց նա։ «Հասկացիր, խնդրում եմ, ես շատ գնահատում եմ այնինչ դու ամեն անգամ անում էիր։ Տոնը հրաշալի էր, բայց ես ու պապան համարում ենք, որ դու չափից շատ էիր ծանրաբեռնվում։ Ամեն ինչ պարտադիր չէ, եւ հյուրերը հավատա չէին վիրավորվի քեզանից, եթե սեղանին այդքան ուտելիքներ չլինեին»։ Ուստի նա գլուխը տնկեց։ «Ոչ, մամ, ես արդեն որոշել եմ, ոչ մի մաքրություն։ Հատակը ռոբոտով լվացել եմ 5 օր առաջ։ Տոնածառը արդեն զարդարված է, փոքրիկ պատրաստի»։ «Այո, մամ, եւ սիրտդ բռնելու կարիք չկա։ Ինձ հսկա ծառ պետք չէ, որ ամենուր եկասեղներ թափի։ Իսկ սեղանին կլինի պատրաստի տորթ, սուշի եւ պիցցա, մրգեր եւ 1 աղցան։ Ես կպատրաստեմ միայն 1 աղցան, շերտավոր քո ֆիրմային բաղադրատոմսով»։ Մի պահ սենյակում լռություն տիրեց։ Կարելի էր նույնիսկ լսել, թե հարևանների մոտ երեխաները բանաստեղծություն են կարդում եկած ծմեր պապիկին։ Արփիի մայրը բերանը բացեց։ Նա պատրաստվում էր ինչ-որ բան ասել, հետո հանկարծ իսկապես սիրտը բռնեց։ «Ինչ-որ վատ եմ զգում, աղջի ջան», ասաց նա։ Արփին վազեց բռնելու նրան, բայց մի քիչ ուշացավ, եւ մայրը ուսով հարվածեց սեղանին։ «Մայրիկ», վախեցավ Արփին։ Օգնեց վեր կենալ, գրեթե լաց լինելով վախից, նստեցրեց աթոռին եւ բնականաբար վազեց բժիշկներ կանչելու։ Եվ նրանք արագ ասացին, թե ինչ է պատահել, ճնշումը բարձրացել է։ Գումարած ուսի կոտրվածք, այնպիսին, որ մոտակա օրերին ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին պետք է մոռանալ։ Ճիշտ է, բարեբախտաբար որոշվեց առանց հիվանդանոցի, թույլատրեցին տանը մնալ, բայց անպայման պահպանել ռեժիմը։ Բայց ինչպես նոր տարի, խուճապահար սկսեց Սոնան, հենց որ բժիշկները անհետացան։ Ես չեմ հասցնի։ Չեմ կարող ամեն ինչ անել ինչպես պետք է։ Ինչպես պետք է, գլուխը թափահարեց Արփիի հայրը։ Նա զանգահարել էր անմիջապես, հենց որ մայրը վատացավ։ Բավական է, ամեն նոր տարի դու շտապում ես, եւ ինչ է ստացվում վերջում։ Արդեն վախենում ես այդ տոնից, այդքան գործեր։
Եվ գիտես ինչպես են մարդիկ ասում, եթե երջանկություն չլիներ, դժբախտությունը կօգներ։ Նա ժպտաց, գլուխը տնկեց։ Երևի մեր ընտանիքի ճակատագիրը այդպիսին է։ Առաջին նոր տարին այլ կերպ հանդիպել, քան միշտ։ Ինչպիսի տոն կլինի, թխրեց Սոնան։ Իսկ ինչպիսի հյուրասիրություն։ Մայրիկ, ջերմ ժպտաց Արփին, թույլ տուր մենք պապայի հետ հոգանք ամեն ինչի մասին։ Տեղի ունեցածի կապակցությամբ որոշվեց, որ նոր տարին կհանդիպեն ոչ Արփիի մոտ, այլ ծնողների բնակարանում։ Սա Արփիի գաղափարն էր։ Չէր ուզում մորը թողնել այդպիսի վիճակում։ Արփիի ընկերները եւ նրա փեսացուն շատ դրական վերաբերվեցին այդ գաղափարին, իսկ նա հավաստիացրեց նրանց, որ նրանք լավ ընդունելություն կունենան ծանոթների եւ հարազատների ընկերակցությունում, որոնց ծնողները հրավիրել էին իրենց մոտ։ Եվ ահա վաղ երեկոյան պատրաստ էր տոնական սեղանը, մրգեր եւ կոնֆետներ, պիցա եւ սուշի, տորթեր հրուշակարանից։ Դե ուրեմն, թերահավատ գնահատեց սեղանը Սոնան, կքննադատեն։ Արփին եւ նրա հայրը միայն աչքերը գլորեցին։ Բայց օրը համաձայնիր, անսովոր անցավ, ասաց Հայկը։ Հա, ընդհանրապես ոչ վատ, համաձայնեց Սոնան։ Այդ օրը իդեպ, քանի որ ազատվել էր, ընտանիքը մի քիչ զբոսնեց Սառցե քաղաքում, գնաց հարմարավետ սրճարան եւ տոնածառի խաղալիքների ցուցահանդես։ Եվ հետդարձի ճանապարհին Հայկը իմպրովիզ կերպով գնեց կնոջ համար վարդերի փունջ։ Եվ ահա, երբ վերադարձան տուն եւ եկավ առաքված ուտելիքը, շուտով սկսեցին գալ հյուրերը։ Նա շատ անհանգստանում էր, թե ինչ կասեն մարդիկ, բայց նրա զարմանքին ոչ ոք չնախատեց նրան որպես վատ տանտիրուհի։ Բոլորը կարեկցում էին եւ ասում, որ ճիշտ է, որ որոշել են հանգստանալ։ Ես սիրում եմ սուշի, ասաց հյուրերից մեկը։ Տնական ուտելիքը նույնպես համեղ է, բայց տոներին կարելի է իրեն թույլ տալ։ Հետո ավանդաբար նայում էին հրավառություն եւ փոխանակում նվերներ։ Հետո, երբ նոր տարին անցավ, մի թխրիր, ասաց Արփին մորը հունվարի 1-ի առավոտյան։ Հաջորդ նոր տարին անպայման կլինի այնպես, ինչպես դու սովոր ես։ Իսկ գիտես, ես մի բան հասկացա, հանկարծ ասաց մայրը։ Սա իմ կյանքի լավագույն տոներից մեկն էր։ Միգուցե կրկնենք, ինձ ինչ որ կերպ, ժպտաց նա։ Դուր եկավ ծույլ տանտիրուհի լինել այդ օրը։ Շատ ուրախ եմ քեզ համար, մայրիկ ջան, ծիծաղեց Արփին, եւ ես հավատում եմ, որ մեր ամեն նոր տարի կլինի ամենաերջանիկը։ Շնորհակալություն լսելու համար։ Դրեք լայքեր, թողեք մեկնաբանություններ եւ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր պատմությունները։